Դե ինչ, Իրանը զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցում, իսկ Միացյալ Նահանգները երկրորդ ավիակիրն է ուղարկում տարածաշրջան։ Պատերազմի նախապատրաստություն է հեսա։ Իմ կարծիքով այո, համենայն դեպս եթե հիշում եք նախորդ անգամ 5 անգամ բանակցելուց հետո 5-րդ բանակցությունների փուլից հետո 6-րդը դեռ չսկսվեց այդ հարձակումը Իսրայելի կողմից եւ որին այնուհետև միացավ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այս անգամ ինչպես Reuters-ն է հաղորդում, երկու անանուն աղբյուրներ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունից հայտնել են Reuters-ին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պահին նախապատրաստում է շաբաթներ տևող ռազմական գործողություններին, այսինքն ի տարբերություն նախորդ անգամվա, երբ ամերիկյան ուժը չէր մասնակցում, այսպես ասենք, իսրայելյան հակագրողներին եւ հարվածներին, այլ միայն պաշտպանում էր Իսրայելի օդը եւ միայն այդ վերջին ծանր ուրեմն ռումբերի օպերացիան իրականացրեց արդեն վերջում եւ որոշեցին այդքանով ավարտել այդ ռազմական գործողությունը 12 օրյա կոչված պատերազմը, իսկ այս անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իմ կարծիքով շատ լուրջ ներգրավվածություն է ունենալու այս գործընթացին, իդեպ իսրայելյան բոլոր վերլուծաբանները հետեւյալ հարցադրումն են անում. Հարցը այն թե չէ լինելու է թե ոչ պատերազմը, հարցը այն է թե երբ է այն սկսվելու։ Նեթանյահուի այցը Վաշինգտոն այդ մասին էր։ Իհարկե, նաև այդ մասին էր, Ամերիկայի Միացյալ Նահանգներին փոխանցվել էին լուրջ հետախուզական տվյալներ Իսրայելի կողմից ներկայացված, նաև հստակ մեսիջներ ուղարկվել Ամերիկա Նեթանյահուի կողմից մի քանի այստեղ նախապայմաններ կան, նախ առաջինը ոչ միայն Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն է, այլ ըստ իսրայելյան որոշ աղբյուրների նույնիսկ 600 կիլոգրամ հարստացած ուրան ունի Իրանը եւ Իսրայելը համաձայն չէ այն մտքի հետ, որ իբր 400 կամ 450 կիլոգրամ է ուրանը, Իսրայելի տվյալները 600-ի է հասնում, 600 կիլոգրամ, որը պետք է Իրանը անմիջապես փոխանցի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, երկրորդ պահանջը բալիստիկ հրթիռների արտադրության դադարեցումն է եւ ընդհանրապես բալիստիկ ծրագրի կասեցումն է մինչեւ կոնե 300 կիլոմետր հեռահարության, որովհետեւ այս պահին Իրանը 3000 կիլոմետր հեռահարության հրթիռներ ունի, շատ հանգիստ կարող է խոցել Իսրայելի ողջ տարածքը եւ ողջ տարածաշրջանը իր բալիստիկ հրթիռներով, սա երկրորդ պահանջն է, երրորդ պահանջը պրոքսիների ֆինանսավորման դադարեցումն է, ինչպես գիտեք հութիները, ինչպես գիտեք Հեզբոլլահը Լիբանանում եւ Իրաքի իրանյան շիական միլիցիան, խոսքը այս 3 պրոքսիների մասին է եւ չորրորդ կետը նաեւ իհարկե ոչ անմիջական, բայց իհարկե օրակարգում եղել է նաեւ այս ռեժիմի իրանական ռեժիմի փոփոխությունը։ Հիմա այս ծանր մթնոլորտում բանակցություններ ուր են տանում դրանք։ Դուք գիտեք, որ Իրանը բանակցում է ոչինչի մասին, այսինքն այսօր կարդացի Reuters-ում եւս մեկ այլ ուշագրավ հոդված, որ իրանական կողմը ասում է, որ ամերիկյան կողմին փոխանցել է փաթեթ, փոխշահավետ համագործակցության, նավթի, գազի եւ մի շարք այլ ոլորտների հետ կապված, սա ուղղակի ժամանակ են ցկում երկու կողմերն, սա շատ հստակ երևում է այսօր Իսրայելն էլ երկրի ուրեմն հյուսիս արևելյան հատվածներում նաև որոշակի զորավարժություններ է անցկացնում արտակարգ իրավիճակների դեպքում մարդկանց էվակուացնելու, տարհանելու հետ կապված ոստիկանության, շտաբ օգնության ուժերի, բանակի եւ թիկունքի հատուկ ծառայությունների մասնակցությամբ։ Այսինքն երկուստ զորավարժությունները իրականացվում են, ինչպես դուք նշեցիք Հորմուզի նեղուցում Իրանը ռազմական զորավարժությունները իրականացնում, ամերիկյան Ջերարդ Ֆորդն էլ արդեն 3 օր է գալիս է տարածաշրջան, սպասենք մինչև նա տեղ կհասնի, ըստ նախնական տվյալների երևի մինչև մարտի առաջին կեսը արդեն այն կհասնի Մերձավոր Արևելք, փաստորեն նույնիսկ այս պայծրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ավելի հզոր ուժեր ունի կուտակած տարածաշրջանում, քան 1990 թվականի վերջ 91 թվականի սկիզբ
Իրաքի դեմ տևած այդ կազմակերպված այդ պատերազմը Ամերիկայի եւ իր դաշնակիցների միջոցով։ Արտем, նախապատերազմական լուրեր կարելի է կոչել։ Սրանք Նեթանյահուի գրասենյակի աշխատակիցները կասկածելի ծրար են հայտնաբերել։ Հաջորդը Թեհրան լրտեսական սերիալի իսրայելցի պրոդյուսերին մահացած են գտել Աթենքի հյուրանոցում։ Ինչի մասին են սրանք, ինչ են հաստատում։ Հաստատում են, որ համենայն դեպս ճիշտ է հրթիռներ չեն թռչում եւ ինքնաթիռները դեռևս հարվածներ չեն հասցնում, բայց պայքարը գնում է մի քանի օր առաջ էլ պայթյունների շարք էր Իրանում տեղի ունենում տարբեր ստորաբաժանումների Իրանի պահապանների հեղափոխության պահապանների ստորաբաժանումներում չգիտես ինչու գազի պայթյուն էր տեղի ունենում եւ այդ գազի պայթյունը տեղի էր ունեցել ատաղձագործական ուրեմն արտադրամասում ինչ գործ ունի ասենք Իրանի հեղափոխական պահապանների այս զորամասերում ատաղձագործական կամ իրենց շտաբում ատաղձագործական ասենք ուրեմն արհեստանոցները բարձր որ սա Իսրայելի հատուկ ծառայությունների աշխատանքն է եւ ես ձեզ վստահեցնում եմ որ Իրանի ժողովուրդը շատ մեծ աջակցություն է ցույց տալիս Իսրայելի հատուկ ծառայություններին ինչ այսօր իդեպ եւս մեկ լրտես էին իսրայելյան այսինքն հայտնի դարձավ իսրայելյան մամուլին որ եւս մեկ Իրանի համար աշխատող ազգությամբ արաբ լրտես էին ձերբակալել հրեական հետախույզները Բայց Թեհրանը չի էլ թաքցնում Արտյոմ որ ամերիկյան հարվածների դեպքում պատասխանը կստանա Իսրայելը Դե գիտեք ինչ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ երբ որ այս չալմավոր ռեժիմը եկավ ծայրահեղ մարտակերների ռեժիմը եկավ իշխանության նրանք ժամացույց էին տեղադրել Թեհրանի հրապարակում կենտրոնական եւ հետ հաշիվ էր այդ ժամացույցը ցույց տալիս հաշվում էր այն օրը թե երբ է Իրանը ոչնչացնելու Իսրայելը այդ ժամացույցը այնքան թարս պտտվեց մինչեւ փշացավ թափեցին գնաց այդ ժամացույցը բայց փաստացի գուցե նոր ժամացույց են գնել տեղակ չեմ բայց ամենայն դեպս միշտ Իրանը չի էլ թաքցրել Իսրայել պետությունը սիոնիստական ռեժիմը այսպես կոչված վերացնելու իր նկրտումները բայց թե արդյոք դա նրան կհաջողվի սա է հարցը մեկ օրվա ընթացքում տեսակ տասնյակ գլխավոր շտաբի իրանական զինծառայողներ այսպես մեկ քլիկով սպանվեցին եւ տեսակ ինչպիսի հարվածներ հասցվեցին Իրանին 12 օրվա ընթացքում ճիշտ է Իսրայելն էլ ցավոտ հարվածներ ստացավ բայց դրանից Իսրայելը պարտություն չկրեց կամ այստեղ ավերվածություններ չառաջացան ուղղակի այս ռեժիմների հետ պատերազմը ինչպես գիտեք Իսրայելը հարվածում է միայն ռազմական օբյեկտներին նրանք հարվածում են զուտ միայն տեղ հասնելու նպատակով այստեղ պարոն Մնացակայան մի հատ շատ լուրջ խնդիր կա որ վերջերս չեն խոսում ընդհանրապես նախ Իրանը ստանում է այսօրին բավական լուրջ հրթիռային համակարգեր եւ Չինաստանից եւ Ռուսաստանից նաեւ մասնակի այսինքն համալրվում է չինական եւ ռուսական հրթիռներով որոշ տեղեկություններ ես 300 նույնիսկ ես 400 հակաօդային պաշտպանության հրթիռներ Ռուսաստան ուղարկել Իրանին այս օրերին խոսք է գնում նաեւ մի քանի խոշոր բեռնատար ինքնաթիռների մասին որոնք հրթիռային համակարգեր են Չինաստանից բերել ուրեմն Իսրայել այս անգամ բավականին լուրջ մարտահրավերների առջև են կանգնած ցավոք սրտի եւ Իսրայելի մերձավոր արևելքի երկնքում իրար հանդիպելու են չինական, ռուսական արտադրության եւ ամերիկյան եւ իսրայելյան արտադրության հրթիռները եւ սրանով նաեւ պայմանավորված բավականին լուրջ մարտահրավերներ են տարածաշրջանում ուրեմն նետված թե Հայաստանի համար թե Իսրայելի հայկական համայնքի եւ թե Իրանի հայկական համայնքների համար ուղղակի դժվար է ուղղակի պատկերացնել թե եթե միլիոնավոր ասենք փախստականներ Իրանից փորձեն անցնել հայկական սահմանը մեր ուժերը ինչպես են սրանք կասեցնելու ասենք տեսեք հիմա Թուրքիան շատ ակտիվ կերպով Իրանի հետ ունեցած իր սահմանակցին բուֆերային գոտի է ստեղծում, պատնեշներ է ստեղծում եւ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է կուտակել այս հատվածում, որովհետեւ չթույլ տա հանկարծ պատերազմի դեպքում
ասենք իրանցիներին խորը ներթափանցում դեպի Թուրքիա։ Իսկ մենք ինչ ենք անում այս հարցը շատ հետաքրքիր է։ Վստահ եմ, որ կառավարությունը այս հարցի մասին մտածել է, գուցե ասենք ցուցադրելու կամ ինչ-որ հայտարարություն անելու կարիք չկա, բայց ես օրինակ կոչ կանեմ մեր կառավարությանը չափազանց զուսպ մնալ մանավանդ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ վերջին հարաբերությունների հետ կապված, գիտենք, որ նաև ռազմական օդանավեր են իջել Հայաստան ամերիկյան արտադրության, այս մասին մենք տեղեկացանք Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի ռազմական մեկնաբաններից մեկի հաղորդած տվյալներից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները օդանավեր ծանր ուրեմն բեռնված ուղարկում է Boeing-ներ եւ Հայաստան եւ Ադրբեջան, բավականին հետաքրքիր ինֆորմացիաներ էր սրանք, ու հայկական ամուլը իհարկե հայեր այդ մասին չեն խոսում եւ կարիք էլ չկա խոսելու, համենայն դեպս հասկանում ենք, որ բավականին լուրջ մարտահրավերներ են եւ սա հայոց նոր պետականության պատմության մեջ առաջին անգամ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նման մեծ քանակությամբ բեռնատար ինքնաթիռներ է իջեցնում Հայաստան։